Ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, գործարարիքի եթերում դուք լսում կամ դիտում եք Կիսալուսնի Մարիամուտա հաղորդումը, իսկ դա նշանակում է, որ երկրորդ խոսափողի մոտ ես եմ Սաթենիկ Զախարյանս, իսկ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է Տիրան Լոկմագյուզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյուզ։ Մեր այսօրվա զրույցը ես կուզեմ սկսենք Քրդստանի բանվորական կուսակցության զենքերը վայր դնելու մասին նորությունից, եւ դա առաջին հերթին շոկային էր այն առումով, որ 40 տարի արյունալի մարտեր մղելուց հետո այդ կուսակցությունը դադարում է իր գործունեությունը եւ հայտարարում է զուգահեռ, որ արդեն զենքով արել են այն, ինչ որ պետք էր, հիմա գնդակը դիվանագիտական դաշտում է։ Այդուք այդպես եք կարծում, արդյոք զենքով արվել էր այն, ինչ պիտի արվեր եւ դիվանագիտական առումով արդյոք սպասվում է, որ ապագայում ինչ որ ձևով առաջընթաց կլինի քրդական հարցի բարագայում։ Կուսակցության անունը PKK է, որը ապավումն է Partiye Karkariye Kürdistan քրդերեն այդ բառերին, որը նշանակում է Քրդիստանի աշխատավորական կուսակցություն, իսկ քրդերը ավելի շատ PKK չէ, այլ PKK են ասում, այնտեղից կջոգիկ միանգամից թե քուրդ է եւ հատկապես PKK-ի կողմնագից է այդ մարդը, թուրքերը, որովհետեւ այդ ձև ասելուն միշտ դեմ են եղած դրա համար։ Սա այս կուսակցությունը ստեղծվեց Աբդուլլահ Օջալանի կողմից, միջազգային նույն մարդը, որը նաև վերջ տվեց այդ կուսակցությանը։ Աբդուլլահ Օջալանը երբ որ ուսանող էր, այն ժամանակ սկսեց այս գործունեությունը եւ որոշեց, որ զինյալ պայքար պետք է լինի եւ իր շուրջը քուրդ երիտասարդներ հավաքելով սկսեց այդ գործունեությունը, սկզբում քաղաքում, հետո գամած լեռները անցան իհարկե, որովհետև գբռնվեին չէին կարա շարունակեին եւ տարիներ շարունակ ինչպես դուք ել նշում եք 40 տարի կամ ավել արդեն այդ զինյալ պայքարը շարունակվում է ասեմ որ այդ զինյալ պայքարը ըստ իս ուղղակի ոչ մի բանի չհասցրեց իրենց որովհետեւ Թուրքիան էլ դեմ գործողություններ կատարեց եւ 40 տարի շարունակ կարծեք թե ներքին պատերազմ էր գնում այնտեղ չնայած թուրքերը դա չէին ուզում որակեն միշտ չեն ուզեցել որակել որպես ներքին պատերազմ որպես քաղաքացիական պատերազմ սակայն եղել են դեպքեր որ անգամ ինչ որ գեներալներ դա կոչել են որ ներքին պատերազմ է դա քաղաքացիական պատերազմ է մի տեսակ որովհետեւ քաղաքացիների մեջ պատերազմ կա կամ քաղաքացիները ու քաղաքացիների մի մասը պետության դեմ Ինչի համար սկսեց այս ամեն ինչը, ինչ պատճառով սկսեց, որովհետև քրդերը անուն չունեին այսպես ասած, որովհետև քուրդ բառը անգամ օգտագործելը արգելված էր, միայն քուրդ բառը օգտագործելու համար մարդիկ նստում էին տարիներով Բերդում, Թուրքիայում եւ գրքեր հրատարակվում էին Թուրքիայում օրինակ, որ մարդիկ ինչ որ բան են գրել, պատմական կամ ասենք վեբ եւ այլն, կան գրքեր, կարելի է գտնել գուցե երևի այդ գրքերից, որտեղ բոլոր այնտեղ որտեղ քուրդ գրված է, որեն ջնջված է, այդպես էին վաճառում այդ գրքերը, այսպիսի վիճակ է։ Եվ ոչ միայն քուրդ անունը արգելված էր, այլ նաև քրդերեն լեզուն արգելված էր, քրդերեն լեզու չէր կարելի խոսել, եւ դա արդեն Աթաթուրքի ժամանակներից էր գալիս, այսինքն նոր չէ, այնպես չէ որ 70-ական կամ 60-ական թվականներին ի հայտ եկածնի, ոչ, այն ժամանակվանից կար եւ անգամ պատիժ կար բանը, դրամական պատիժ, նյութական պատիժ կար, ում որ ասենք շուկայում ինչ որ միտեղ բռնում էին որ քրդերեն է խոսել, ամեն մի բարի համար դուք անում էին, ամեն մի բարի համար, չգիտեմ մի քանի կոբեկ էր, սակայն կոբեկները այն ժամանակ արժեք ունեին իհարկե եւ անգամ դպրոցներում երեխեքին ինչպես որ սովետական ժամանակ էր արվում իհարկե այդ ամեն ինչը մեկը մյուսի դեմ ասենք լարում էին ժողովրդին եւ անգամ երեխեքին բարդականություն էին տալիս որ եթե ձեր ծնողները տանը քրդերեն խոսեն գաք մեզ կասեք անգամ մարդիկ կային որ ասենք այդ լրդեսներ եւ այլն մարդկանց
լուսամուտի տակ գիշերը նստած լսում էին, թե ներսում քրդերեն խոսում են, թե չէ, եթե այդպիսի մեկը մի բաներ ոստիկանության կամ ժանդարմարիայի այդպիսի լուրեր տալիս, ուրեմն մյուս օրը գալիս էին այդ մարդկանց ձերբակալում էին եւ այլն, ահագին մեծ խնդիրներ, դատարանով, այսինքն օրինական էր դա ամեն ինչ, անօրինական չէ։ Իհարկե իրենց դեզում սովորելու կարելիություն էլ չկար, մինչև այսօր էլ այդքան է շատ չէ, չնայած հիմա կարծեք թե ինչ որ մի բաներ եղավ։ Իհարկե այստեղ մի խնդիր կա, հատկապես կանայք, ինչպես որ միշտ այդպես է, քրդերեն էին խոսում, որովհետև տանն էին ամբողջ օրը իրենք դուրս չէին գալիս եւ չէին շփվում օտար մարդկանց հետ, ըստ իրենց այդ դրվածքի, քանի որ չէին շփվում, ուրեմն թուրքերեն էլ ոչ մի կերպ չէին խոսում, տղամարդիկ գոնե, ասենք, քիչ թե շատ գործի բերումով եւ այլն, այն էլ ոչ բոլորը, եթե շփվում էին թուրքերի հետ կամ թուրքախոսների հետ, գոնե քիչ թե շատ թուրքերեն խոսել գիտեին, բայց կանայք ընդհանրապես չէին սովորում թուրքերենը եւ իրենց ամբողջ կյանքը քրդերենով անցկացնում էին, թուրքերեն խոսել չգիտեն եւ անգամ դրամարտկանց մեջ կար այդպիսի խնդիր, երբ որ ասենք մարդիկ մի քրդական գյուղի մեջ է ապրում, ամբողջ շրջապատն են քուրդ է, կյանքում քաղաք չի գնացել, մինչև ասենք 20 տարեկան դառնալ եւ այլն, ես օրինակ իմ ծառայած ժամանակաշրջանում դա ապրել եմ 70-ական թվականներին, անգամ այդ թվականներին կային այդպիսի մարդիկ, որ մարդիկ ծառայության էին գալիս, 20 տարեկան քուրդ, մի բառ թուրքերեն չգիտե մարդը, որովհետև իր տարածքում ապրել է, միայն քրդերեն է խոսել, դպրոց չի տեսել կյանքում, դպրոց չի գնացել եւ այդպես թուրքերեն չի սովորել։ Հիմա այս մարդկանց միշտ խնդրեմ էր եւ հատուկ ասենք ալի օկուլա, այսինքն ալիի դպրոց կոչված բան կար, սրանց հավաքում էին ամեն օր կարծեմ որոշ ժամերին, մտցնում էին մի հատ սենյակ, այնտեղ ինչ որ մեկը սրանց թուրքերեն էր սովորացնում։ Իհարկե ձեծով ջարդով սրանք թուրքերեն էին սովորացնում եւ թուրքերեն սովորած գնում էին արդեն բան իրենց երկրի իրենց գյուղը։ Իսկ երևակայք որ դրանից առաջ ասենք ինչ ասեմ 40-ական թվականներ, 50-ական թվականներ եւ այլն դա ավելի վատ վիճակ էր։ Այդ մարդիկ ընդհանրապես այն ժամանակ ընդհանրապես քաղաք գնալու խնդիր չկար, քաղաք գնալ շատ դժվար բան էր, այդ պատճառով էլ լիքը մարդիկ կան մինչև այսօր էլ եւ օրինակ իմ ծառայած ժամանակս մենք տեսել ենք այդպիսի օրինակներ եւ շատ կային, որ ասենք երեխա է ծնվում, երեխան ուշացնում եմ մինչև գնան քաղաք գրանցեն բան, որովհետև այդքան հեշտ չէ, շատ մարդիկ քայլելով են գնում, տասնյակ կիլոմետրերով, օրերով գնում են քաղաք, որ գրանցել տան կամ գյուղաքաղաք են գնում, այն ժամանակ հոսանք չկա, հեռախոս չկա, ոչ մի բան չկա, ջուր չկա գյուղերում, այդ արդեն հիմնականում 80-ականներից հետո սկսվեց այդպիսի բան, որ սկսեցին գյուղերին այդ հատկապես արևելյան տարածքի այդ գյուղերին ջուր, լույս, հեռախոս եւ կարող էր մաքսիմում գյուղում մի հատ հեռախոս լիներ, այն էլ գյուղապետի սենյակում, լույս ընդհանրապես չկար, հոսանք չկար եւ ջուր չկար իհարկե եւ պատկերացրեք որ այդ թվականներին ընդհանրապես եւ մարդիկ ուշացնում են, որովհետեւ չի կարող մարդը գնա, ասենք ամիսը 1, 2 ամիսը 1, 6 ամիսը 1 գնում էին։ Այդպես երեխան ծնված, բայց չկա այդ երեխան, ըստ օրենքի չկա պաշտոնապես, մեկ էլ ասենք երեխան դառնում էր 6 ամիս, երեխան մահանում է։ Այդ ընթացքում ծնվում էր, ասենք մի ուրիշ երեխա եւ այլն, մեկ էլ այդ երեխան էլ կարող ուրիշ անուն դնեն կամ ինչ որ է, կամ հակառակներ դառնում, այդ երեխու առաջի երեխու փաստաթուղթը հանում են, այդ երեխան մեռնում է հետագայում, երկրորդ երեխան է ծնվում, երկրորդ երեխան դեռ չեն գրանցել, անցել է մի քանի ամիս, ասում են լավ, էս սրանն է։ Այսինքն, եւ դա կարող է ոչ թե մի ամիս, 6 ամիս լիներ, այլ տարիներ լիներ։
օրինակ ես որ ծառայում էի Թուրքիայում տենց է որ 20 տարեկանով ես ծառայում 15 տարեկան մի երեխա կար լացում էր այդ երեխա եղել է ամեն գիշեր նստած լացում էր մենք իրենց սպոկում էինք բան էինք անում եւ այլն անգամ իր բանն էլ հասակն էլ մեջ փոքրիկ մոքրիկ մի հատ տղա էր այսպիսի դեպքեր էր լինում այդպիսի վիճակ էր Թուրքիայում վիճակ էր մինչև ինչպես ասի 80-ական թվականները եւ ես անգամ ապրել եմ մեր ժամանակ անգամ 70-ական թվականներին եղել է այդպիսի դեպքեր ոչ թե հորս ժամանակ այլ իմ ժամանակ եւ այդպիսի մարդիկ կան մինչև այսօր որ եւ մեծ մասը այդ տարածաշրջանի մինչև այսօր այսինքն մարդը կարող է 60 տարեկան լինի մարդը չիմանա կոնկրետ երբ է ծնվել այսինքն երբ որ իր հերը գնացել է քաղաք իրեն արձանագրելու այդ թվականն են գրել այնտեղ բայց ինքը ծնվել է մի տարի առաջ 2 տարի առաջ 5 տարի առաջ սխալներ շատ կան իհարկե սխալներ օրինակ իմ մամայիս թե անունը թե ծննդյան թվականը սխալ էր գրված ինչի Այն քաղաքում ենք մենք Ստամբուլում ինչի այդ գրանցող բանը հարբած է եղել այդպես վիճակներ էլ կա իհարկե եւ սա Թուրքիան է սա բոլորը թող իմանան շատերը կարծում են թե Թուրքիան եվրոպական երկիր է չգիտեցին Ստամբուլը Եվրոպա է թող հասկանան թե Ստամբուլը ինչքան Եվրոպա է կամ եթե գնան ես կարամ իրենց տանեմ ինչ որ թաղամասեր գտեսնեն Եվրոպան ոնց է Թուրքիայում կամ Ստամբուլում եւ ինչպես ասեցին այս պայքարը սկսեց եւ քանի որ այդ խնդիրները ունեին իրենք հիմնականում սկզբնական շրջանում այսինքն մի Քրդիստան կազմելու եւ այլն ծրագիր չկան այնտեղ այլ իրենց ամենամինիմում պահանջները այսինքն Քուրդ, ասում են ես քուրդ եմ, ասում են չէ դու քուրդ չես, դու թուրք ես, քուրդ չկա աշխարհում։ Անկամ մի գեներալ էր, դակիր է, որ մի բան հնարեց, այդ մարդիկ թուրք են, բայց քանի որ իրենք լեռներում են ապրել, լեռնային թուրքեր են իրենք, եւ լեռներում միշտ ցուրտ է, միշտ ձուն է, սառույց է, իրենք քայլել են սառույցի վրա, այդ սառույցի վրա քայլելու ժամանակ կրտ է արել, դրա համար քուրդ են գոչվել դրանք, այսպիսի իմարություն։ Անկամ դրանից մել անցան հետագայում ասեցին հայերն էլ թուրք են իրականում, մի անգամ հարց ենք գնացել, ինչ որ մեկը ինձ ուզում էր համոզել, որ դուք եք թուրք իրականում, դու միայն դուք չգիտեք դրա մասին։ Հայերն էլ թուրք են եւ իրենք էլ Անդարում ապրող հայեր են, դրա համար Անդարը թուրքերենով գոչվում է Օրման։ Դրա համար հայերը իրականում էրմենի չեն, Օրմանի են։ Դրա հետո այդ անունը փոխվել է Օրմանին դարձել է էրմենի։ Իրենք էլ Անդարի թուրք են, նրանք սարերի թուրքեր են, մենք հայերս Անդարի թուրքեր ենք, իրենք էլ չգիտեմ ինչի թուրքեր են արդեն։ Դրա մասին չեն խոսում։ Այսպես է Թուրքիան, եւ սրանք շատ լուրջ են ընդունվում։ Եվ այդ մարդկանց չէին թողնում, որ իրենց անունը ընդունեն։ Արգելված է քրդերեն երկելու համար մարդ էին սպանում։ Քրդերեն երկած լինելու համար մարդ էին նստացնում տարիներով բերդում։ Մեծ խնդիրներ են լինում։ Քրդական երկ չի կարելի, քուրդ անունը կոչել չի կարելի, քրդերեն խոսել չի կարելի։ Սակայն դարիների ընթացքում, դասնյակ տարիների իհարկե ընթացքում ինչ որ բաներ կամաց փոխվեց, բայց ես այն գազիկին չեմ, որ այդ զինյալ պայքարը ինչ որ փոխեց։ Ավելի շատ, գիտեք, ավելի այնպիսի հանդուկն գրողներ, հրատարակիչներ եւ այն օրինակ Բելգիա հրատարակչության արտոնատերը Ռագիբ Սարակոլուն եւ իր կինը ընտիր մարդիկ են, իհարկե կոնկրետ ես էլ մինչև այսօր չեմ իմանում, թե իրենք ինչ ազգության են պատկանում։ Դե պաշտոնապես թուրք են, իհարկե, բայց շատ մարդիկ կասկածում են, բայց չգիտենք թե ինչ են, չի բացահայտված։ Ամեն դեպքում նման մարդիկ, բայց միայն նա չեն, կան նաև թուրքեր են, կամ քրդեր, ավելի շատ իրենց միջոցով եղավ դա, որ ինչ որ բաներ
ջեղկվեց, ինչ որ թաբուներ ջեղկվեց։ Օրինակ այդ գլխավոր թաբուն հատկապես հայերի հետ կապված ջեղկվեց հենց Ռագբզարակորի միջոցով եւ հրադարակեց Իվ Տերնոնի հայկական թաբուն գիրքը։ Մինչև այդ ինքն էլ տարիներ շարունակ նստած էր։ Ինչի համար մարդ չի սպանել, չի կողոպտել, բան չի արել, գիրք էր հրատարակել։ Գրքերի համար նստած էր։ Անկամ մի հատ անեկդոտ չէ, այսինքն կատարված, այսինքն կատակ չէ սա, իսկական խնդիր է, այսպիսի մեկ գրող բանը նստացնում են եւ բանը ցկյանս, այսինքն չէ կյանքի վերջը։ Որտեղ ներս է մտնում բաներ են, այսինքն մի սենյակում բազմաթիվ մարդիկ 10-20 միշտ էլ գերլեցված են այդ բաները, այդ խուցերը մոտենում են մի քանի օքե, Աստված փրկի ասում են, այդպես է կարգը, բա ինչքան է ստացել, ասում է ցկյանը, ասում է, ուրեմն ծանր հանցագործություն է, շատ ծանր, ասում է ինչից, գիրք, ասում է, գնում մյուսին, ասում է, իսկ մեկը ցկյան ձեր ստացել, ինչ է, քանի օքի ես բան, ասում է, գիրք է, որը ինչ գիրք է ասել այդ միսը, եւ դա իրականություն է։ Եվ այո, մարդասպանը կարող էր մի երկու տարուց դուրս գալ, բայց գիրք գրողը, որը պետության դուրս չէր գալիս, կարող է մինչև կյանքի վերջում նստեր կամ մտավորական է, չէ՞, այո, հենց մտավորական, այո, հենց մտավորականն է վտանգավոր։ Սովետական ժամանակ էլ մտավորականներին էին վերացնում, չէ՞։ Այսպիսի, նաև, այո, այսպիսի ռեժիմների ժամանակ ամենավտանգավորը ոչ թե զինվորն է եւ այլն, այլ մտավորականն է, որովհետեւ նա է որ իր մտքով առաջ է տանում, այսինքն մի ժողովրդի միտքը բղդորում, այսպես ասած, դրա համար մտավորականը միշտ ավելի վտանգավոր է։ Այո, քանի որ իրենց լեզուն չէին կարող օգտագործեին, քրդերեն գիրք էլ չկար։ Սակայն, ինչպես ասեցի, այսպիսի բաներով, այսինքն ավելի ճիշտ մտավորականների միջոցով, դրա համար էլ մտավորականը ավելի վտանգավոր է, ջեղկվեցին տարբեր ժամանակներում, տարբեր թափուներ, թե հայկականի հետ կապված, թե քրդականի հետ կապված, կամաց իհարկե դրա փոխարենը վճարելով իհարկե, շատ ծանր վճարելով, որովհետև այնպես չէ, որ այդ մտավորականները այսպես թևից վերցնում բերում էին ու նստացնում էին վերքը, իրենք տանջանքներից էին անցնում, եւ այդ ընթացքում մահացողներ կային, ինվալիդ դարձողներ կային եւ այլն, հարյուրներով, հազարներով մարդ այդ բաներով անցան, տասնյակ հազարներով, սակայն մտավորականը հարյուրներով այդպես դրանք անցան այդ բաներն, հասարակ միայն նստածնել չէր, անպայման տանջանքներով էին անցնում նրանք, սակայն այն նրանց աշխատանքի շնորհիվ, այն նրանց ինքնազոհության շնորհիվ 1, 2, 3, 4 մեկին նստացնում էին, մյուսը գրում էր, նրան նստացնում են, մյուսը գրում էր եւ այլն, վերջում կամաց ջեղկվեց այդ թափուները եւ արդեն ով հրաշք կարելի ասել, քուրդ բառ կարելի է օգտագործել։ Արդեն սկսան քուրդ բառը թույլատրել, արդեն չէին կարողանում, հետո արդեն նաև երգիչներ եւ այլն քրդերեն երգելով եւ դրա համար էլ վճարելով իհարկե ինչպես ասեցի ձեզ էին ուտում իրենց նստացնում էին նաև սպանում էին եւ այլն սակայն դա էլ արդեն կամաց օրակարգ դարձավ մարդիկ ընտելացան որ կարելի է նաև քրդերեն երգել մարդիկ ընտելացան որ նաև քրդերեն լեզու կա չնայած մինչև այսօր էլ դա վտանգավորն այդ բաները օրինակ քանի տարի առաջ Տրաբզոնում երկու քուրդ մենք տեսնում ենք որ քրդերեն են ներում սպանեցին մարդկանց ուղղակի սպանել եւ բանը ժողովուրդը հարձակվեց վրան մի հոգի չէ ժողովուրդը հարձակվեց այ սրանք քրդերեն terroristներ են եւ այլն ու մարդկանց սպանում են վիրավորում են բան անում այդպիսի խնդիրներ մինչեւ այսօր էլ կա իհարկե հեշտ չէ քրդերի համար ինչպես մնացած փոքրամասնությունների համար սակայն այսօր հատկապես իրենք են առաջնային գծում դրա համար իհարկե քրդերը այստեղ մի առավելություն ունեին միշտ ունեցել են որովհետև իրենք թվով շատ էին այո
Թվով շատին եւ նաեւ քանի որ իրենք մուսուլման էին, իրենք այսինքն ժողովրդին մեր դեմ, հայերի դեմ, թուրքերը կարողացան ժողովրդին լարել մեր դեմ, որովհետեւ մենք քրիստոնյա էինք, թե հայ, թե քրիստոնյա, այսինքն թուրք չես եւ մի մուսուլման էլ չես։ Ոչ մի բանով չես հարմարվում, դրա համար շատ հեշտ է։ Իսկ քրդերը գոնե մուսուլման էին եւ քրդերի մեջ գային խմբեր, աշիրետներ եւ այլն, որոնք համագործակցում էին։ Նաեւ Օսմանյան գաստրության ժամանակ եղել այդպես։ Այո, եւ համագործակցում էին ոչ թե հայերի դեմ, դա բոլորն էին անում, բայց համագործակցում էին քրդերի դեմ, մյուս քրդերի դեմ, PKK-ի դեմ էին բայկարում իրենք։ Եվ իրենք դրա պատճառով իհարկե ավելի լավ էին ապրում, ավելի կարողություններ, կարելիություններ էին ունենում եւ պետության հետ շատ լավ հարաբերություններով պետության պաշտպանության տակին, իսկ մյուսները չճիշտագարակը պետության հարվածի տակ էին ընկնում իրեն։ Եվ ինչպես ասեցին, ավելի շատ հենց մտավորականների այդ վրդանգավոր մտավորականների աշխատանքով ինչ որ բանի հասան այսօր, քան զինյալ բայկարով։ Զինյալ բայկարով կարելի ասել, որ ոչ մի բանի չհասան, իրենք միայն հասան այն բանի, որ 30,000 զոհ տվեցին։ Բայց մի բան եղավ, իրենց թիվը ավելացավ։ Պարադոքս է, չէ՞, 30,000 զոհ տալով թիվը ավելանում է, սակայն այսպիսի բան կա։ Իրենք ինչ որ կետից հետո մի նոր քաղաքականություն հղացան, ասեն ամեն մի սպանված քուրդ երիտասարդի համեմատ մենք 2 հատ ենք ծնելու եւ քրդերին, բոլոր քրդերին բան արեցին, որ համոզեցին, որ շատ երեխա ունեցեք, ասենք մարդը 10 հատ երեխա ունի, մի 4 հատը գնում է PKK-ին զոհվում է, այնտեղ մի 6-ը մնում է, կամ 8-ը զոհվում են, 2-ը մնում է գոնե այդպիսի վիճակ, բայց դրանով իրենց թիվը մի անգամից վերջի տասնամյակներում մի անգամից, այսինքն մինչև այդ չեղած չափսով բազմացավ իրենց թիվը ավելացավ, դրա համար այսօր այդտեղ խոսում է 20-25 միլիոնի մասին, 20-25 միլիոնն է, այսօրվա Թուրքիայում 1/4-ն է արդեն։ Եվ բայց այստեղ մի ուրիշ խնդիր եղավ, թուրքերը բանակը տասնյակ տարիներ շարունակ այնպիսի բաներ արեցին, այնպիսի վատություններ, այնպիսի կոտորածներ արեցին եւ հատկապես լեռնային գյուղերը դատարկեցին, բայց կոտորածով դատարկեցին, մարդկանց փողոց քշեցին, իրենց անասունները սպանեցին, չթողեցին անգամ իրենց անասունները վերցնել, դուները քանդեցին եւ այն ամեն ինչ քանդեցին եւ այդ մարդկանց տասնյակ հազարներով մարդիկ իջան սարերից ներքև։ Ինչի արեցին, որովհետև քանի որ PKK-իականներն էլ սարերում էին բդդվում, իրենցից լոգիստիկ օգնություն էին ստանում, կամավոր կամ ոչ։ Այսինքն այդ մարդը կամ կամավոր տալիս էր, իսկ եթե կամավոր չէր, զենքի ուժով էին վերցնում Իրանից PKK-իականները եւ իմիջիալոց այդ մարդիկ շատ վատ վիճակում էին, քան մյուսները, որովհետեւ այստեղից գալիս էր PKK-ականը իրեն ինչ որ բան թելադրում էր, այնտեղից գալիս էր ժանդարմարիան իրենց թելադրում էր, երկու կողմն էլ իրենց ընդունում էին որպես հակառակորդ, որովհետեւ PKK-ն ասում էր դու թուրքերի հետ ես համագործակցում, թուրքը ասում է դու PKK-ի հետ ես համագործակցում, արդեն լավ կյանք չունեն, մեկ էլ այդպիսի բան արեցին եւ այդ մարդիկ լեցվեցին քաղաքներ։ Եվ լեցվեցին ոչ միայն այդ տարածաշրջանը, ասենք Վան եւ այն այդ քաղաքները, եւ ոչ միայն այդ մարդիկ, եւ շատ մարդիկ արդեն հոգնել էին այդ ամեն ինչից, իրենց ընտանիքները եւ այլն, արան այդ տարածքներից փախան դեպի արևմուտք։ Դրա համար այսօր Ստամբուլ, Իզմիր, Անկարա եւ այլն, մնացած բոլոր մեծ քաղաքներում եւ հատկապես Անտալիայի նման տարածքներում, Անտալիայում շատ քրդեր կան իմիջիալոց, լեցվեցին այդ տարածքները քրդերը եւ շատացան։ Իհարկե, մինչեւ այդ հետաքրքիր է, տերորիստական ինչ որ ակտեր էին անում Թուրքիային վնասելու համար, օրինակ տուրիստական դարածքներում, սակայն երբ որ իրենք արդեն լեցվեցին այդ էգեական եւ միջերկրականի այդ տարածքները Անտալիա եւ այլն, սկսան իրենք խանութներ դնել, աշխատել եւ այլն, դրանից հետո անգստացավ այդ տարածքները, ինչի, որովհետեւ իրենց պիտի վնասեին, եւ եղավ այդպիսի դեպքեր, որ ինչ որ բան արեցին, առաջի հերթին քրդերը դեմ կանգնեցին, ասին դուք ո՞ք իշ չեք, մեզ եք վնասում, որովհետեւ
այնքան են ինեցվել հատկապես մի այսօր է շատ կան այդ տարածքներում, որոնք որ կարելի ասել որ ամբողջ туриզմը բան է քրդերի ձեռքում էր արդեն մի ժամանակ, հատկապես ասենք սուվենիր վաճառող եւ այն անգամ հյուրանոցներ ունեին, բաներ ունեին, դրա համար այդ տարածքներում վերջի տասնյակ տարիներում ոչ մի բան չկա։ Հետագայում որ Էրդողանը եկավ, Էրդողանը սկզբնական շրջանում իր սկզբնական շրջանում ես միշտ շեշտում եմ, թող բոլորը սա ունենան իրենց մտքում, շատ լավ քաղաքականություն արեց, որովհետև դա այն ժամանակ Գյուլենի հետ համագործակցություն էին, դա գյուլենական քաղաքականություն է, եւ դա քրդական գարուն կոչվեց նաեւ ոչ միայն քրդերի համար, նաեւ հայերի համար, բոլոր փոքրամասնությունների համար, Թուրքիո պատմության 100 տարվա Թուրքիո պատմության ամենալավ դրախտային ժամանակաշրջանն է։ Սա նորից եմ շեշտում, սակայն հետագայում որ Գյուլենի հետ խնդիր ունեցավ, անցավ նացիոնալիստների կողմը եւ նրանցից ավելի նացիոնալիստ տարավ եւ արեց այնպիսի բաներ, որոնք ոչ մեկը մինչեւ այդ տասնյակ տարիներ չեր արել, քրդերին այնպես կոտորեց, Դիարբաքր քաղաքը հիմնահատակ կործանեց, այսինքն հիմնական քաղաքը եւ այլն, եւ քրդերը արդեն սպիտակ դրոշը բարձեցին եւ այն ժամանակվանից մինչեւ այսօր արդեն Թուրքիայի ներսում քրդական հարց համարյա թե չկար գոյություն չունի, արդեն Öcalanին էլ բռնել էին, չնայած Öcalani ձերբակալությունից հետո քրդերը շարունակում էին պայքարը, դա ուրիշ խնդիր, սակայն այդ կոտորածներից հետո դրանից հետո արդեն սստվեցին, ով կարողացավ փախավ, ով չկարողացավ սպանվեց այնտեղ եւ ժողովրդից շատ մարդիկ սպանվեցին, կանայք, երեխեք բանման չէին նայում, բոլորին սպանում էին, դրանից հետո հանգստացա։ Հիմա էլ արդեն բանը Öcalani 20 տարուց ավել այնտեղ նստած է, արդեն ձեռացավ այնտեղ, իրեն մի նոր պարտականություն տվեն, ասեցին որ կամ կնստես մինչև կյանքիդ մեջ վերջես տեղ, կամ էլ դու առաջինը կլինես, որ առաջնորդը կլինես, որ այս ամեն ինչը վերացնենք, վերջացվի, այն ժամանակ քեզ համար լավ կլինի, դեռ դուրս չի եկած Öcalani, չգիտենք կարող է նաև խապեցին նորից, կարող է նորից դուրս չկա, սակայն այնուամենայնիվ ստացան իրենից այդ թուղթը, այդ կոչը, շատ հավանական է, որ իրենք կրեցին դրին իր արջևը, կամ քննարկեցին, սենց լինի, իրենց ուզածը, որովհետև թուրքական կողմից այդ կոչից հետո որևէ կողմից հակա ինչ-որ փաստարկ, հակարակցային եւ այլն չդասվեց, այսինքն լրիվ իրենց ուզածը գրեց Öcalani եւ ստորագրեց եւ այսօր կարծեք թե Թուրքիայում այո քրդական հարցը ավարտված է առանց ոչ մի ձեռքբերման, ես դա նորից եմ շեշտում, որովհետեւ զինված պայքարով ձեռք չբերվեց այն ինչ որ ձեռք բերեցին, այն մի քանի իմանալ մնոր բաներ, չնայած իրենք շատ զողը ավելի բարձրացրել էին ժամանակին, անգամ ինքնավարություն, առանձին պետություն եւ այլն, դրանց ոչ մեկը չեղավ, անգամ ուրիշ, ասենք, օրինական ինչ որ բաներ ձեռք չբերեցին, այն ինչ որ կա այսօր օրինական չեն, այսինքն միայն թույլատրում են, որ քուրդանուն օգտագործվի եւ այն եւ ինչպես ասեցին, մինչեւ այսօր մեծ խնդիրներ։ Թուրքիայի ներսում, այո, իրենք հաջողացրեցին, սակայն Թուրքիայից դուրս Սիրիայում, Իրաքում, Իրանում ինչ կլինի, դա արդեն հետագայի հարց է։ Շնորհակալություն պարոն Լոքմակեզյան հետաքրքիր զրույցի համար, իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում կիսալուսնի մայրամուտահաղորդումն էր, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։